Դուք պատկերացրեք մարդիկ վտարված, մերժված մարդիկ ինչ երազներ ունեն երկրորդ բազան ստեղծենք։ Բա 30 տարի դուք եք էլի բերեիք երկրորդ, երրորդ, չորրորդ։ Չէ, իրենք երազում են գալ իշխանության եւ դրա մասին անթակույց խոսում են։ Դե այդ եմ ասում, բա որ դա եթե ձեզ իշխանության բերող լիներ, դուք իշխանությունից չէիք էլ վտարվի։ Եթե ռուսական բազան, ռուսների անունը տալով դուք իշխանության գաք, ես ձեզ ասում եմ, ռուսների անունը տալով դուք իշխանությունից չէիք էլ հեռանա, նշանակում է դա տոքսիկ է։ Ռուսական ազդեցություն հրավիրելը նշանակում է մերժվել Հայաստանում։ Հայաստանում դա մերժելի է, մենք ունենք դեպք Նագորնի Ղարաբաղի կորուստը ռուսական բանակը հանձնել է սկուտերի վրա Ադրբեջանին, կազմակերպելով հայաթափությունը ու մաքուր ոնց որ Նախիջևանը, ոնց որ Ղարսը, ռուսական բանակն է հանձնել Ղարսը, Վանը, Նագորնի Ղարաբաղը, բա հիմա դուք տոքսիկ դրանց հրավիրում եք, որ ինչը հանձնի, են արդեն չթողեցին, Սյունիքը եկան ամերիկացիները, եվրոպացիների հեռադիտակներով, իրենց բաներով, այդ խադաբիկներով, բաներով եկել, արդեն փակել են, չեն կարողանում Սյունիքը հանձնել